Բարև ձեզ, ես Աննան եմ, Ոմայի առաջի օգնության հրահանգիչների խմբի ղեկավարը։ Մասնագիտությամբ նկարիչ գորգագործ եմ, Ոմայում եմ 18 թվականից։ Ոմայի մասին դեռ գիտեի 16 թվականից, բայց հանգամանքների բերումով չկարողացա ուղղակի գալ աշխատանք, ուսում։ Հենց որ ավարտեցի, արդեն ազատ ժամանակ եղավ ու միանգամից գրանցվեցի դասընթացներին, այն ժամանակ 6 ամսյա դասընթացներ էին։ Սկսել եմ դասավանդել արդեն 20 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ այսօր ու ինչը բերեց ինձ Ոմա մի քիչ բարդ է ասել, որովհետև չգիտեմ ինչ բերեց։ Արդեն չեմ հիշում։ Կոնկրետ չեմ կարող ասել ինչը բերեց, որ այդ ամեն ինչի հանդեպ սերը բերեց, բայց մնացի այստեղ կարևորելով այդ ամեն ինչը եւ հատկապես առաջի օգնության հրահանգիչ դարձա հենց այն պատճառով, որ դրա կարիքը նախ շատ կար ու նաեւ ամենակարևորներից մեկն էր առաջի օգնությունը, որ պետք է սովորեցնել մեր հասարակությանը ու Ոման դարձել է ապրելակերպ, չգիտեմ, ինձ համար ուղղակի, չգիտեմ, ինչ-որ զբաղմունք չի, կարևոր բան չի, որ պետքա, չգիտեմ, սովորեցնենք, դարձել է մեր ապրելակերպը, այսպես ասած, գորգագործությունը համատեղում եմ առաջի օգնության, դասավանդման եւ Ոմայի ամբողջ գործունեության հետ, շատ հեշտ է ինձ տրվում, ինչքան կարող է բարդ թվա, բայց օրվա մի կեսը դասավանդում եմ երեխաներին, այդ ամենը հաջորդ կեսը արդեն այստեղ եմ, մեր ամբողջ գործունեությամբ եմ զբաղվում։ Հենց այս ամենում էլ կայանում է ազգ բանակի ոնց որ գաղափարը, այսինքն կապ չունի թե ինչ մասնագիտություն ունես, առօրյա ինչ ես զբաղվում ու ինչ ես անում։ Օրվա երկրորդ կեսը հայրենիքի նվիրված ինչ որ աշխատանք անես, կապ չունի դա կլինի առաջի օգնություն, կլինի պետությունը զարգացնող ինչ որ մի բան, հա, ինչ որ մի գործ, կապ չունի դա կլինի քաղաքը մաքրել աղբից, չգիտեմ, դասավանդել ինչ որ կարևոր գիտելիքներ։ Ոմայում ամենասիրածս անկյունը չկա տենց անկյուն, երևի որ չեմ սիրում։ Գրապահանից սկսած, բուժկետ, մի խոսքով լսարան, տան նման կապ չունի։ Ոմայի հենքը մենք բոլորս ենք։ Կուրսանտներից սկսած, չգիտեմ, այն մարդիկ, ովքեր որ հիմքը դրել են Ոմայի ու այն մարդիկ, ովքեր մինչև հիմա գալիս են սովորում են, անթեթ բարելավում են իրենց գիտելիքները, փորձը, ու այդ ամեն ինչը փորձում են ծառայեցնել իշա հայրենիքի ամրապնդման։